Արագածոտն, Սյունիք, Լոռի ու այսօր արդեն Երևան։ Հայաստանի բանկերի միությունն ու Կենտրոնական բանկը շարունակում են ՓՄՁ ոլորտի հետ երկխոսությունը, ստեղծելով մի հարթակ, որտեղ հանդիպում են բիզնեսը, պետությունն ու ֆինանսաբանկային համակարգը։ Հայաստանում գործում են շուրջ 115,000 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք ըստ վիճակագրական տվյալների ապահովում են մեր երկրի հարկային մուտքերի 1/3-ից մի փոքր ավելին, ինչպես նաև տնտեսական աճի կառուցվածքում կազմում են մեր ՀՆԱ-ի շուրջ 35%-ը։ Եթե համեմատենք, ապա Եվրամիության երկրներում ՓՄԶ-ն կազմում է ՀՆԱ-ի 50-ից 60, հարևան Վրաստանում 45-ից 50%-ը։ Հայաստանյան ՓՄԶ ոլորտը մեծ ու չիրացված ներուժ ունի, եւ հենց այդ ներուժի բացահայտմանն է ուղղված ՓՄԶ ոլորտ, ազդեցություն եւ զարգացման մարտահրավերներ խորագրով համաժողովը, որ կազմակերպվել էր Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության եւ Գերմանա-հայկական հիմնադրամի հետ համատեղ։ Նորարար գաղափարները բերում են նոր ռիսկեր, իսկ ինչն է խանգարում ՓՄԶ-ներին բիզնեսի բաց ծովում հաջող նավարկելու համար։ Հարկային եւ հաշվապահական պահանջների փոփոխություններ, վերահսկողական ծառայության լրացուցիչ բյուրոկրատիա, թվայնացման անհատչափություն։ Հայաստանում գործող 115,000 ՓՄԶ-ներից այսօր վարկեր ունեն 16,000-ը, իսկ տրամադրված վարկերի ծավալը կազմում է 2 տրիլիոն դրամ, ընդհանուր բիզնեսին տրամադրած վարկերի 60%-ը։ Իհարկե, բանկերը տարեցտարի ավելի ճկուն գործիքակազմ են առաջարկում նոր սկսվող կամ արդեն հաջողակ բիզնեսներին, բայց այնուամենայնիվ բիզնեսի գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ գրավի հարցը։ 2-3 տարի համակարգում անջատումների խնդիր ունենք, տարվային էներգետիկայի ավելցուկի խնդիր ունենք, լուծելու խնդիր ունենք։ Հիմա նույն բանկը ասում ես կուտակիչների համար գումար ապետ կամ հողմակների համար, տենց օքեյ, գրավ, մեկը երկուսին։ Բանկերը ասում են, որ եթե դու քո սեփական փողը չես դնում քո սեփական բիզնեսի մեջ, ապա ուրեմն ինչ որ գրավային ապահովվածության հարց պիտի լուծես։ Հիմա շատ բիզնեսների համար դա դառնում է անհաղթահարելի խոչընդոտ։ Որպեսզի այդ խոչընդոտը որոշակիորեն հարթենք, մենք կառավարության էկոնոմիկայի նախարարության մասնավորապես համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկում ենք այդ երաշխիքային ֆոնդի մասնակի երաշխիքների տրամադրելու մեխանիզմը։ Այսինքն, եթե դուք չունեք գրավ, բայց ուզում եք այդ բանից օգտվել, որոշակի վճարների դիմաց դուք կարող եք դառնալ այդ ֆոնդի մասնակից։ Հայաստանի բանկերի միության հովանու ներքո անցկացվող այս համաժողովի նպատակներից մեկը ինֆորմացիոն բացը լրացնելն է։ Պետությունը, բանկերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները տասնյակ ծրագրեր ունեն, որոնց մասին բիզնեսը նույնիսկ տեղյակ չէ։ Իդեպ, այս տարվա ապրիլին Կենտրոնական բանկը հատուկ որոշումով բանկերի համար ռիսկի կշիռները նվազեցրեց։ Արդյունքում ՓՄԶ-ներին տրվող վարկերի տոկոսադրույքները իջեցվել են 1-ից 1.5%-ով։ Խոսքը բացառապես այն ՓՄԶ-ներին է վերաբերվում, ովքեր որ պարտաճանաչ են, այսինքն չունեն որևէ վարկային պարտավորություն եւ չունեն որևէ հարկային պարտավորություն, այսինքն մենք այս ծրագրով փորձել ենք խթանել եւ օժանդակել լավերին։ Արձանագրել ոլորտի մարտահրավերները եւ փնտրել դրանց լուծման նոր ուղիներ։ Բիզնեսի հետ երկխոսելու այս ձևաչափի շնորհիվ են բանկերն ու պետական օղակները վերանայում ու լավարկում իրենց քաղաքականությունը։ Մյուս կողմից էլ որքան թափանցիկ ու հաշվետվողական է բիզնեսը, այնքան մեծ են նրա հաջողելու շանսերը։ Ես վստահ եմ, որ խնդիրների ճնշող մեծամասնություն ունեն պատասխան, նմանատիպ ֆորումներով մենք պետք է կարողանանք պատասխանենք։ Երկրորդ խնդիրը նա է, որ մենք օր առաջ պետք է կարողանանք փոքր եւ միջին բիզնեսին տեղեկացնել, որ թվայնացված գործունեությունը, իր մասին տվյալների հրապարակումը, իր ֆինանսական կարողությունների մասին հրապարակումների միայն օգուտ է տալիս նաև իրեն։ Երրորդ մեսեջը նա էր, որ այո, մենք տեսանք, որ կան որոշակի իրավական խնդիրներ, կազմակերպչական խնդիրներ, եւ ես վստահ եմ նմանատիպ հանդիպումների արդյունքում դրանք լուծվելու են։ Առաջիկայում եւս Հայաստանի բանկերի միությունը կշարունակի դառնալ այն հարթակը, որտեղ բիզնեսը կկարողանա հարց տալ եւ ստանալ իր հարցերի պատասխանը։ Ունենալով կայուն ֆինանսական գործընկերներ, իդեմս բանկերի եւ պետական օղակների, բիզնեսը ոչ թե կսպասի փոփոխությունների, այլ ինքը կդառնա այդ փոփոխությունը։